Պարոն վարչապետ, կառավարական ժամի ժամանակ դուք ասացիք, որ պատրաստվում եք զարգացնել փոքր ավիացիան, այսինքն մեր օդանավակայանները Ստեփանավանում, Սիսիանում, Գավառում հնարավոր է նորից աշխատեն եւ դուք ասացիք, որ կոմերցիոն հետաքրքրությունը բարձրացնելու համար պետք է մասնավոր ընկերությունների ներգրավել, ինչպես եք տեսնում այդ զարգացումը, ոնց կարելի է դա անել, որ եկամտաբեր լինի։ Գիտեք, նախ առաջինը տուրիստական հոսքերն են, երբ որ շահառու լինի ռեալ, եւ ուրախ եմ արձանագրել, որ նոյեմբեր ամսվա արդյունքներով նույնպես Հայաստանի զբոսաշրջային հոսքերը բացարձակ ռեկորդ են գրանցել նոյեմբեր ամսվա համար, որտեղ տարվա կտրվածքով մենք դեռ չունենք ռեկորդ բացարձակ, բայց ամիսների կտրվածքով մենք արդեն քանի ամիս բացարձակ ռեկորդ են գրանցում ամսվա կտրվածքով եւ ուզում եմ ընդգծել, որ դա միանշանակ եւ աներկբա խաղաղության օրակարգի առաջմղման արդյունքն է, որովհետեւ այդ process-ը սկսվեց այն բանից, երբ որ մարտի վերջին մենք Ադրբեջանի հետ հայտարարեցինք խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելու, կոնսենսուսի հասնելու վերաբերյալ եւ բանակցությունները հաջողությամբ ավարտելու վերաբերյալ այդ պահից սկսած մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, եթե չեմ սխալվում, նաեւ մյուս ամիսներին մենք զբոսաշրջային հոսքերի ռեկորդ ենք ունեցել, իհարկե ամիսների գուցե որևէ ամսվա հարցում սխալվեմ, բայց ընդհանուր առմամբ պատկերը դա է եղել եւ առաջ ցանկացած ուղղություն զարգացնելու համար կոմերցիոն տրամաբանությամբ շահառուների արկայությունն է, որովհետեւ երբ որ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան կամ որևէ տեղ ու ուզում է ճամփորդել, իր առաջնային խնդիրը որն է, որ ճանապարհների վրա զուտ տեղափոխության վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսի եւ հնարավորինս կարճ ժամանակում հնարավորինս շատ տեղեր կարողանա գնալ եւ դա բազային հետաքրքրություն է, բազային իրավիճակ է, որի վրա կարող է նաեւ կոմերցիոն հիմքի վրա զարգանալ փոքր ավիացիան։ Գիտեք, դա շատ պարզ թեմա չէ, ես ընդհանրապես արձանագրում եմ, որ մենք այդ թեմայի վրա աշխատում ենք եւ այդտեղ բազմաթիվ հարցեր կան եւ նաեւ որոշակի չենք բացառում նաեւ պետական մասնավոր համատեղ ներդրումների մոդելը, որովհետեւ կարող է միայն մասնավորի համար այդ ներդրումային ծավալը կրելի չլինել, իսկ պետական հատվածի ներդրումը ինքը կարող է վերադարձելիության կամ արդյունավետության առումով խնդրահարույց լինել, այնպես որ կփորձենք այս ուղղությամբ պետական մասնավոր գործընկերության որոշ բանաձևեր գտնել։ Հիմա մշակվում են իմիջիայլոց այդ բանաձևերը, այդ թվում մասնավոր հատվածի ներգրավմամբ եւ process-ը դանդաղ է գնում առաջ, դա էլ պետք է խոստովանեմ։ Ինչու՞, որովհետեւ մեզ համար բացարձակապես անծանոթ թեմա է եւ մենք նոր ենք մտնում այդ թեմայի մանրամասների մեջ, բայց որ դա մեր հետաքրքրությունների տիրույթում է ակնհայտ է։ Դա իմիջիայլոց կարևոր է նաեւ մեր երկրի հանրային տնտեսական սոցիալական կյանքի համար, որովհետեւ օրինակ ես ինքս մի քանի անգամ օգտվել եմ Երևան-Կապան չվերթից, եղել եմ այդ չվերթի առաջին ուղևորը եւ երբ որ օդանավով մեկնում ես Կապան, դա եւ վերադառնում, այսինքն դա կյանքի շատ էական փոփոխություն է, որովհետեւ կարելի է գնալ Կապան, առավոտյան ես իմ օրինակն եմ բերում, առավոտյան դուրս գալ քաղաք զբոսնել, գնալ Կապան, այնտեղ մի քանի ժամ աշխատել, շփվել, զբոսնել, վերադառնալ Երևան եւ դեռ ժամանակ ունենալ ընտանիքի հետ անցկացնելու։ Այսինքն սա կյանքի այն մյուս ռեժիմով պետք է գոնե 4-5 ժամ ճանապարհ գնալ, 4-5 ժամ վերադառնալ, այսինքն 10 ժամի լավ թռիչքներ ժամանակ ունի, 6-7 ժամի խնայողությունը շատ էական է ցանկացած մարդու կյանքի համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։